Բարի առավոտ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր մարտի 10-ն է, օրը երկուշաբթի։ Եվ այո, այսօր Բարի լույսում գրքի հեռուստաշնորհանդես է լինելու, բայց մինչև այդ պիտի մենք մեր շնորհակալությունը հայտնենք ձեզ, մեր շատ սիրելի հեռուստադիտողներ։ Շնորհակալ ենք մեր տոնական եթերը դիտելու ու այդքան ջերմ արձագանքների համար, հավատացնում ենք, որ մենք իրապես զգում ենք այն բոլոր դրական էներգիան, որ դուք փոխանցում եք մեզ, եւ դա իհարկե փոխադարձ է։ Մենք նաև շնորհակալ ենք եւ խոստանում ենք, որ Բարի լույսը մշտապես լինելու է օրվա մեկնարկի լուսավոր սկիզբը, նաև օգտվելով առիթից, ուզում ենք այսօր հատուկ շնորհավորանք հղել մեր Բարի լույսյան ամենասուր քննադատին։ Այո, եւ մեր շատ սիրելի ռեժիսոր Լևոնի այո մայրիկին Տիկին Գայանեին շնորհավորում ենք ձեզ ձեր ծննդյան առթիվ, ցանկանում ենք ձեզ քաջ առողջություն, հետևեք մեր եթերին, դա մեզ համար շատ կարեւոր է։ Այո, ձեզ ամենալավն ու բարի, նաև շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր։ Այո, ձեզ ամենալավն ու բարի։ Հիմա օրվա թեմաների մասին։ Նյումեկ հրատարակչությունն այսօր ներկայացնում է նոր գիրք։ Հեղինակն Արցախցի գրող Հերմինե Ավագյանն է, պատմվածքների ժողովածուն կոչվում է Հրաժեշտի աչքերը։ Արցախի մասին մեր յուրաքանչյուր անդրադարձ լի է անբացատրելի հույզերով եւ ապրումներով։ Եվ այո, Արցախի կորստից հետո մնացել է անասելի լռություն եւ խորը դատարկություն։ Հերմինե Ավագյանը ներկայացնում է Արցախյան պատերազմի մասին պատմվածքները, որոնք անհնար է ընթերցել առանց հուզմունքի, բայց եւ յուրաքանչյուր ստեղծագործություն նաեւ հույսի եւ սպասումի զգացողություն է արթնացնում։ Այսօր բացահայտելու ենք այս սպասված գրքի բոլոր հետաքրքիր մանրամասները, բայց մինչ մեր եթերային հիմնական ընթացքին անցնելը առաջարկում եմ նախաճաշի մասին չմոռանանք արտակ եւ ներկայացնենք մեր գործընկերոջը։ Ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերոջը Դարոինկ ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 30 տարի է ինչ սպառողին ներկայանում է ավելի քան 200 անուն քաղցրավենիքով։ Դարոինքի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում։ Իսկ այ արդյոք հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոինք ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ուրախություն ծնողների Դենիի տեսականին իդեալական տարբերակ է երեխաներին դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, նախ այսօր մեր հյուրերի հետ բացահայտելու ենք, ինչպես արդեն ասացինք, Հերմինե Ավագյանի պատմվածքների ժողովածուն Հրաժեշտի աչքերը։ Այնուհետև կանդրադառնանք շատ կարևոր հզոր համայնք 4-րդ մեծամասշտաբ ու համահայկական միջոցառմանը, որը կայացավ հենց երեկ, իսկ այսօր մեր հյուրերի հետ մենք կամփոփենք արդյունքները, խոսենք ծրագրի կարևորության մասին։ Նաև ուսանողական թատրոնը նոր ներկայացում ունի Մարդիկ։ Բեմադրությունը դերասանական կազմի եւ մանրամասների մասին կպատմեն մեր հյուրերը։ Բացի այս ամենը կթերթենք նաեւ մեր մշտական էջերը, կլսենք հոգեբանական կարևոր հարցերից մեկի պատասխանն ու կպարզենք օրվա բաղադրատոմսը։ Այսօր էլ Սաթենիկը մենակ չէ։ Նա սննդաբան Էլիզա Պետրոսյանի հետ է եւ շատ հետաքրքիր բաղադրատոմս կներկայացնեն մեզ։ Բայց մինչեւ Սաթենիկին եւ Էլիզային ողջունելը, եկեք պատմենք մեր գործընկերոջ մասին։ Սիրով ձեզ ենք ուզում ներկայացնենք մեր շատ համեղ գործընկերոջը, Աթենք մսամթերքի ընկերությունը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավել ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ եւ պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ, ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Եվ չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենքը այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրը Աթենքի հետ ավելի համեղ, հաշված րոպեներում իհարկե։ Դե ինչ, խոհանոցում ինչպես ասացինք, Սաթենիկը մենակ չէ, նա սննդաբան Էլիզայի հետ է։
Էլիզա Սաթենիկ մի կողմից համն է, մի կողմից բույրը, մի կողմից ճիշտ սննդակարգը, մյուս կողմից շատ յուրահատուկ ուտեստները։ Բայց երկու կողմից էլ վստահաբար գեղեցկուհիները։ Բարի լույս, այսօր ինչ եք մեզ ներկայացնելու։ Այո։ Շատ հաճելի է երկուշաբթի օրով լսել գեղեցկուհուց, բարի լույսը, բարի լույս Արտակ, Անահիտ, բարի լույս Էլիզա, ուզում եմ շնորհավորել մեկ ամսյակի կապակցությամբ, լավագույն մաղթանքներս քեզ, շնորհակալություն, որ աշխատանքային շաբաթը սկսում ես մեզ հետ, ճիշտ սննդակարգով, ճիշտ խորհուրդներով, իդեպ անցյալ շաբաթ խորհուրդ տվեցիք, որ կարելի է օրինակ քունջութով պատրաստել, քունջութից ստանալ կաթ, խորհուրդներն այնքան շատ են, ամեն դեպքում ինձ գրում են հեռուստադիտողները եւ իմ ինստագրամյան էջին են գրում, հետևում են ամեն դեպքում ձեր խորհուրդներին, ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք եւ ձեր խորհուրդները շարունակվելու է եւ կարելի ասել երկուշաբթին առողջ սննդի մեկնարկ է մեզ մոտ Էլիզայի կողմից։ Շնորհակալություն։ Ինչ ենք պատրաստելու, գարնանային շունչ ունենք այստեղ, արդեն ինչպես Արտակը նշեց, իրականում շատ անուշ բույր ունի, ելագի բույրից կարող ես հասկանալ, թե ինչ ճիշտ եւ համեղ նախաճաշ ենք ունենալու սուրճի հետ միասին։ Այսօր այո, մեր ախանդերը լինելու է պահքային, որովհետեւ մենք գտնվում ենք պահքի արդեն երկրորդ շաբաթի մեջ եւ այնպես է ստացվել, որ մեր երկու ուտեստն էլ ստացվել են պահքային։ Պատրաստելու ենք գուակամոլե, որը հայտնի է որպես նախաճաշ շատ իր օգտակարությամբ եւ պատրաստելու ենք հետաքրքիր աղանդեր, որի համար մեզ անհրաժեշտ էր կոլկոսի կաթ, բայց կարելի է օգտագործել նաեւ նուշի կաթ, արդեն դու նշեցիր, որ մենք խորհուրդ ենք տվել քունջութից ստանալ տնային պայմաններում կաթ եւ օգտագործել, որը շատ սննդարար է ստացվում, կարելի է փոխարինել ձեր ցանկացած կաթով կենթանական կաթին։ Մեզ անհրաժեշտ է նաեւ կոկոսի քերուկ եւ վարսակի փաթիլներ։ Այս 4 բաղադրիչով ստանալու ենք շատ համեղ աղանդեր, որը պահքի ընթացքում վստահ եմ ձեզ մեծ բավականարվածություն կպատճառի, որովհետեւ ինքը շատ համեղ է եւ օգտակար։ Եվ կարծում եմ հագեցվածություն, ինչու, որովհետև մենք վարսակի փաթիլները այստեղ օգտագործելու ենք, իսկ վարսակի փաթիլները ոչ միայն օգնում են աղեստամոքսային տրակտը բարելավելու համար, այլ նաև երկար ժամանակ պահպանում են հագեցվածությունը, այո, կարելի է փոքրիկ որպես երկրորդ նախաճաշ, որպես առաջնային նախաճաշ միանշանակ կառաջարկեմ գուակամոլեն, իսկ որպես երկրորդ նախաճաշ արդեն միանշանակ մեր պատրաստված աղանդերը։ Այսօր երկուշաբթի է եւ հենց այսօր կարելի է կայացնել որոշում եւ սկսել առողջ ապրել։ Իսկ այդ հարցում մենք ձեզ օգնում ենք։ Էլիզան է իրականում օգնում, որի խորհուրդներից ես էլ եմ օգտվում։ Դե քանի որ ես հիշեցի անցյալ շաբաթ մենք ինչի մասին ենք խոսել, քունջույցից, որ կարող ենք ստանալ Էլիզայի խորհրդով։ Կաթ ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը, իհարկե խոսքը Tonia's Family Company կողմից առաջարկված բազմազան յուրօրինակ համեմունքներն են։ Իդեպ մեզ հարկավոր է Էլիզան ինձ արդեն ասել է, որ հարկավոր է չիայի սերմեր, ես կվերցնեմ։ Ինչպես նշում եմ, բազմազան է այստեղ մեր տեսականին։ Կարող եք ամեն ինչից օգտվել, դե քանի որ ամբողջ տեսականին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ իհարկե Tonia's Family Company կողմից առաջարկված համեմունքները։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonia's Family Company-ն Զալատոյե Տիեստա ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ու ժամանակակից փաթեթավորումը դարձնում է Զալատոյե Տիեստա ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապեմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այն, նաև հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր, կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ նաև, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Զալատոյե Տիեստա ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիպ փականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Մենք արդեն բաց ենք արել,
Այո, ես բացեցի մեր կարևոր բաղադրիչը, մենք ներկայացրեցինք հովանավորին ներկայացնելուց հետո չիայի սերմերը շատ օմեգա 3 են պարունակում, երկաթ ու շատ հակաօքսիդանտ հատկություն ունեն։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս շաբաթվա կտրվածքով 3 անգամ պարտադիր նախաճաշին կիրառենք չիայի սերմերը, որովհետև նախ հագեցվածություն են ապահովում, հակաօքսիդանտ հատկություն են, օմեգա 3 ճարպաթթուները, սպիտակուցներով, օմեգա 3 ճարպաթթուներով են հարուստ, որը որ պահքի ընթացքում պակասում է ու պետք է ավելի շատ կիրառենք։ Ես նախորդ շաբաթ էլ շեշտեցի, որ պահքի ընթացքում ուշադիր լինենք հատկապես սերմերին եւ օգտագործենք շատ սերմեր։ Այնպես որ այսօր նաեւ որպեսզի հիշեցնեք նաեւ, որ որքան էլ մեզ թվում է այս սերմերը նուրբ են, իրեն կալորիականությամբ բարձր չեն, արի ուտես, որ բարձր կալորիականություն ունի, որովհետեւ մի պահ ավանդույթ էի ձևավորել ամեն առավոտ 2 ճաշի գտալ, գուցե 3 նայած երբ ինչ օրը մածունի հետ ես տանը գիշերը թռչում եի եւ առավոտյան ուտում էի ինձ Էլիզան որպես սննդաբան պրոֆեսիոնալ գրագես սննդաբան ասացան, բա չգիտեիր, կարող եք շարունակեք։ Ինչի բացի ես չգիտեի։ Բոլորի մոտ այսպես տպավորություն է, որ եթե սերմ է, ուրեմն իրեն կարելի է օգտագործել ավելի հաճախ, ավելի շատ, իրականում պետք է օգտագործել, բայց պետք է ուշադրություն դարձնել չափաբաժին, որովհետև բավականին կալորիական են։ Յուրաքանչյուր սերմ մեղրի ավելացրել։ Շատ համեղ ստացել է իր իհարկե։ Ես այս բանին կրկին հիշեցնեմ, որ յուրաքանչյուր 100 գրամ չիայի մեջ 530 կալորիա է, այսինքն դա բավականին բարձր է եւ պետք է օգտագործել, բայց չափավոր, բայց իհարկե ես կրկին խորհուրդ եմ տալիս շաբաթական 3 անգամ չիան պարտադիր ներառել։ Շնորհակալություն։ Մինչ կլցնեք, վրան ավելացնել եք կաթը, կխնդրեմ ես թույլ տաք կոկոսի կաթը։ Ներկայացնում մեր գործընկերոջը, խոսքը իհարկե Դարոյինքի մասին է, 25 տարի հայկական շուկայում առաջարկում է 200 անուն քաղցրավենիք։ Այս պահին ձեր էկրաններին է, ես էլ սիրով, ժպիտով ներկայացնում եմ։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարոյինքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով։ Խրթխրթան եւ շատ համեղ շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները այժմ ավելի գեղեցիկ, հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան եւ ընկերական երեկոները, լցնելով դրանք քաղցրությամբ եւ ջերմությամբ։ Նշենք նաեւ, որ տեսականին արկա է բոլոր վաճառակետերում։ Ավելացնում ենք կաթը։ Այո։ Իդեպ, եթե այս պահին հեռուստադիտողը իր ձեռքի տակ կոկոսի կաթ չունի, չի էլ հասցրել պատրաստել օրինակ քունջուտից կաթ, էլ ինչ կաթով կարելի է փոխարինել։ Ես արդեն նշեցի նույն քունջութի կաթի նման, մենք տնտեսային պայմաններում կարող ենք նուշից էլ ստանանք կաթը, կրկին թողնում ենք ջրի մեջ, որ ինքը բավականին այսպես ուռչում է, հետո հարում ենք հարիչով եւ քամում ենք։ Իհարկե կրկին 1-ին 2 հարաբերակցությամբ ջուր ենք ավելացնում հարելուց առաջ եւ հետո թողնում ենք քամում ենք այդ հատվածը, այդ քամած հատվածն էլ կարելի է օգտագործել, որտեղ ինքը բավականին օգտակար է էլի օմեգա 3-ով։ Ես օրինակ տնային պայմաններում թխվածքաբլիթներ եմ պատրաստում երեխաների համար, որտեղ այդ քերուկը, որը որ մենք ստանում ենք ինքն էլ բավականին օգտակարություն ունի ու ես չեմ սիրում նման բաները դեննել, կարելի է մտածել, ինչ որ հետաքրքիր, ասենք ավելացնել ամբողջ ջատիկ ալյուր, ձու եւ կստացվի շատ համեղ թխվածքաբլիթներ երեխաների համար։ Շնորհակալություն խորհրդի համար, վստահ եմ հեռուստադիտողները ֆիքսեցին, քանի որ մենք պահքի շրջանում ենք կենթանական ծագման ոչինչ չենք օգտագործում, ել ինչ խորհուրդ կտակ, օրինակ հեռուստադիտողները, ովքեր պահքի մեջ են, այս պահին հետևում են մեզ, որպես սննդաբան, ինչով կարելի է լրացնել։ Իրական շատ է նեղանում։ Ես նեղանում է բավականին, բայց մենք նաև ունենք շատ հարուստ ընդեղենի, այսպես աղբյուր, ունենք բավականին շատ տարածված ընդեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, որ դրանք լրացնում են կենդանական սպիտակուցին ու ես եւս մեկ անգամ կրկնեմ, որ եթե օգտագործում ենք բուսական սպիտակուց, պետք է պարտադիր 2 բուսական սպիտակուց լինի մեր ափսեի մեջ, առողջ ափսեի գաղափարը միշտ պետք է հիշել, աղ չունի մենք պահքի մեջ ենք, թե պահքի մեջ չենք, ուղղակի պետք է այդ համադրությունները ճիշտ անել եւ թե ինչպիսի անել, մենք բավականին հաճախ այստեղ խոսում ենք առողջ ափսեի գաղափարի մասին, պետք է ափսեի ամբողջ մեկ մասը լինի բանջարեղեն, իհարկե եթե մենք պահքային առողջ ափսեի մասին ենք խոսում, ամբողջն է ստացվում բանջարեղենային, բայց պետք է ուշադիր լինել այն հատվածը, որ հատկացված է կենդանական սպիտակուցի համար, այս պահին լինի բուսական սպիտակուց, բայց 2 տեսակի, օրինակ անենք, չգիտեմ, եթե պատրաստում ենք լոբին, կարելի է նաեւ կողքով լոբին ոսպի հետ, կարելի է լոբին օրինակ ես սիրում եմ սպանախի հետ մատուցել, ինքը շատ համեղ համադրվում է, նաև շատ օգտակար է եւ ամինաթութերներով լրացվում։
Բարի լույս։ Եվ Նյումեկ հրատարակչությունը ներկայացնում է Արցախյան պատմվածքների ժողովածուն, գրքի հեղինակը Հերմինե Ավագյանն է։ Նա Նյումեկ հրատարակչության եւ Թովմասյան բարեգործական հիմնադրամի հայտարարած Արցախցի գրողների մրցույթի դափնեկիրն է։ Մրցույթը հայտարարվել էր անցյալ տարի, իսկ այս տարվա փետրվարին հրատարակչության ձմեռային փառատոնին ներկայացվեց արդեն գիրքը։ Գրքի գլխավոր գործընկերը Թովմասյան հիմնադրամն է, գլխավոր հովանավորը Ամրոց ազգային զարգացման հիմնադրամն է։ Այս պահին մեր տաղավարում է Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քնարիկ Ջալաթյանը։ Բարի լույս Քնարիկ, բարի առավոտ։ Շնորհակալություն ներկայացնելու համար։ Հրաժեշտի աչքերը պատմվածքների ժողովածու է արցախցիների մասին, թե ինչպես են նրանք բռնի տեղահանվել, լքել իրենց հայրենիքը, տունը, ինչպես ստացվեց, որ Ամրոցը դարձավ գլխավոր հովանավորը գրքի։ Նախ ուզում եմ նշել, որ Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Արցախը եւ Արցախի հետ կապված ծրագրերը ընդհանրապես։ Ուզում եմ ասել նաև, որ մի քիչ պատմեմ հենց հիմնադրամի գործունեությունից եւ պարզ կլինի, թե ինչի հենց որոշեցինք գիրքը հովանավորել։ Մեր հիմնադրամը ինքը 4 սյուների վրա հիմնված կառույց է, որոնցից մեկն է հայրենիքը, լեզուն, հավատքը եւ արժեքները։ Եվ այս գրքի հովանավորությունը որոշեցինք ստանձնել հենց հայրենիք եւ լեզու հիմնասյուների վրա հիմնվելով եւ ցանկանալով վերահաստատել, որ երբ ասում ենք հայրենիք, մենք այն չենք կարող պատկերացնել առանց Արցախի։ Հիմնադրամի ծրագրերը հիմնականում պատանիների համար են եւ մեր համար կարեւոր էր նաեւ ունենալ մի մնայուն արժեք, որը խորհուրդ կտանք ընթերցել նաեւ մեր ծրագրի պատանի շահառուներին, որպեսզի իրենք էլ նուրբ լարերով կապվեն հայրենիքի ու հատկապես հայրենիքի արցախյան հատվածի հետ, քանի որ հասկանալի պատճառներով այս պահին սա եզակի ձևերից է, որ կարող ենք դա անել։ Քնարիկ, խնդրում ձեր հենասյուները նորից կրկնեք, հայրենիք, լեզուն, հավատքը, արժեքները։ Ամեն ինչ ասված է։ Այո, ամեն ինչ ասված է եւ այս գրքում այդ ամենի վավերագրությունն է։ Այդ ամենի վավերագրությունը այն ինչ որ կատարվել է, դա փոխանցվել է թղթին եւ Ամրոցը որքանով է կարեւորում հենց այդ բացառիկ վավերագրությունը արդեն գեղարվեստականորեն ներկայացման ձևով։ Մեզ համար շատ կարևոր է հենց գեղարվեստական ներկայացումը ինչ առումով, որ լեզուն նշեցինք որպես հիմնասյուն, կուզեմ նաև հենց դրա մասին խոսել։ Ամրոց հիմնադրամի գլխավոր ծրագրերից մեկը ծիլ ծրագիրն է, որը պատանի ստեղծագործողների համար է։ Այսինքն մենք ուզում ենք պատանիներին ոգևորել, որպեսզի իրենք ստեղծագործեն հայոց լեզվով, հայերենով, գեղեցիկ ու Հերմինե Ավագյանի այս գիրքը իրականում բացառիկ օրինակ է, թե ինչպես է կարելի գեղեցիկ հայերենով, եթերային, մաքուր հայերենով խոսել ցավի մասին այնպես, որ անկախ նրանից դու Արցախից ես, թե Հայաստանի որևէ այլ մարզից ես կամ չգիտեմ Երևանից ես, ապրում ես Սփյուռքում, անգամ վստահ եմ, որ եթե թարգմանվի ուրիշ լեզուներով, այլ ժողովուրդների ներկայացուցիչներ կկարողանան հաղորդակից լինել, այսինքն ֆենոմենը այս գրքի դա է, որ ինքը կարողանում է կապել բոլորին այդ ցավի լարերով, այդ մեր հայրենիքի հետ կապված նուրբ էմոցիաներով ու մեզ համար կարևոր է նաև փոխանցել դա մեր պատանի շահառուներին, մեր ծրագրերի պատանի շահառուներին, որպեսզի իրենք էլ ինչ-որտեղ նաև օրինակ վերցնելով, որ այո, նաև ցավի մասին կարելի է խոսել այսպես, այսքան պարզ ու այսքան գեղեցիկ։ Շատ գեղեցիկ նկարագրեցիք։ Եվ շատ կարևոր բանի մասին խոսեցիք, որ կարողանանք մեր ցավն ու պատմությունը առհասարակ հասանելի դարձնել եւ նաեւ մատչելի դարձնել, ինչու՞ չէ նաեւ լեզվի շնորհիվ դրսում ապրող մեր հայրենակիցներին, նաեւ եթե անգամ թարգմանվի հետագայում շատ կարևոր եւ լավ առիթ կլինի, հատկապես դուք ամենակարևորի մասին այո ասացիք, որպեսզի այս գեղարվեստականությունը հասանելի լինի մարդկանց, ովքեր չգիտեն Արցախի տեղը, Հայաստանի տեղը, կարդան այդ գործը եւ գուցե դրանից առաջանա ցանկությունը հետևելու։ Ինձ թվում է այստեղ համագործակցության նոր միտք է ծնվում Այո, որովհետև մենք միշտ կարծում ենք, որ մեր խնդրի մասին գիտեն բոլորը, բայց գիրքը լավագույն առիթն է ուղղակի անծանոթներին ծանոթացնելու համար։ Արդյոք այս ամենի հետ կապված ունեք ծրագրեր։ Այս պահի համար, եթե շատ անկեղծ ասեմ, ավելի կենտրոնացած ենք հենց հայոց լեզվի ու հայոց լեզվի հանրայնացման ծրագրերի հետ կապված, բայց չենք բացառում բնականաբար, որովհետև սա մերն է ու մեր աշխարհին ներկայացնել նաև այս ձևով իհարկե չենք բացառում։ Մանավանդ որ Արցախը ձեր կարևոր ուղղություններից է։ Այո, Արցախը մենք ընկալում ենք որպես հայրենիքսյան հիմնական ու անբաժան մաս ու ասելու կարիք էլ երբեմն չենք տեսնում, բայց ցավոք երբեմն պետք է։ Իսկ այլ ինչ ծրագրեր եք նաև իրականացնում, բացի Արցախը։ Բացի Արցախի հետ կապված ծրագրերին աջակցելուց եւ ինքներս նախաձեռնելուց այս պահին շատ թեժ փուլում ենք ծիլ երիտասարդ ստեղծագործողների համար ծրագրի աշխատանքների մեջ եւ ուզում եմ շեշտել, որ այս գրքի հեղինակը Հերմինե Ավագյանը նույնպես մեզ աջակցում է այդ ծրագրի կայացման համար։
Այս պահին նաև իրականացնում ենք ամրոց հիմնադրամի այլ ծրագրերը, որը զարգ կրթական ծրագիրն է, Դավիթ Բեկյան խաղերն են, բայց կուզենամ կենտրոնանալ հենց ծիլ ծրագրի վրա, ինչի համար, որովհետև կապված է հենց ստեղծագործության լեզվի համար, եւ ունենալու ենք սեպտեմբերին մեծ մրցույթ պատանիների համար, կրկին ոգևորելով, որ ստեղծագործեն, բայց ամենակարևորը ինչ ուզում եմ նշել, որ ծիլ ծրագրի հիմքում հայոց լեզվի հարստությունն ու ներառականությունն է, այսինքն մենք ուզում ենք մեր պատանիներին ոգևորել, որպեսզի իրենք ստեղծագործեն հայոց լեզվի բոլոր տարբերակներով, կլինի դա արևմտահայերեն, կլինի դա բարբառները, հատկապես Արցախի բարբառները, եւ մեր պատանիներին ուզում ենք ողջունել եւ ոգևորել, որպեսզի հետևեն, մասնակցեն եւ անպայման ստեղծագործեն ու օգտագործեն մեր լեզվի այդ ողջ հարստությունն ու գունաբնականը։ Արցախի բարբառով է գրված ստեղծագործությունը։ Ոչ, բայց երանգներ կան։ Երանգներ կան, որոնք Դե այդ համն ու հոտը իհարկե պետք է պահպանվի։ Տեսեք, սա մրցույթ է, իհարկե մեկ առանձնանում է, բայց այստեղ մրցույթում ինձ թվում է հաղթողներ եւ պարտվողներ չկան, որովհետեւ մեր բոլորիս նպատակը հանրահռչակելն է այս բարդ թեման, այս շատ մեզ համար ցավոտ թեման։ Ինչ էլ հետաքրքիր գործեր կան, որոնք որ այսպես թվում է թե ստվերում են, բայց ձեր սրտերում են եւ ձեր ամրոցի պատերի ներքո են։ Իրականում ուզում եմ շեշտել, որ նորից 2023 թվականին հաջորդող ընթացքում մեր ծիլ մրցույթի շրջանակներում մենք հենց արցախցի պատանիների համար հնարավորություն տվեցինք իրենց վավերագրել իրենց անցած ճանապարհը, այսինքն այդ գաղթի ճանապարհն ու դժվարությունները պատանիների աչքերով ու ստացանք բազմաթիվ լուսանկարներ, պատմություններ, փոքրիկ ֆոտոպատմություններ 12-ից 17 տարեկան երեխաների, ովքեր որ անցել են այդ ճանապարհը ու շատ հետաքրքիր է երբեմն ավելի տարիքով մեծերի համար, որ շատ բաներ մենք ենք սովորում իրենցից, ինչպես կարելի է այդ փոքրիկ հույսի նշույլները գտնել, չկորցնել, այո, եւ այդ անգամ այդ դժվար ճանապարհի վրա անընդհատ այդ վերադարձի միտքը, անպայման մի օր վերադառնալու այդ միտքը վառ պահել իրենց մեջ, ինձ թվում է դա մենք պետք է իրենցից սովորենք ու այդ ստեղծագործությունների մեջ դա կարմիր թելով միշտ կա։ Հետաքրքիր է, բոլորի մոտ կան այդ չկորցնելու, վերադառնալու, այդ հույսն ու հավատը։ Ստացոլված է բոլոր Ես կարծում եմ, որ պատանիների մոտ գուցե ոչ միայն միշտ մեզ անում ենք, այնքան դառնանում ենք։ Պատանիների մոտ հույսը բնականաբար ավելի շատ է ու իրենք էլ դրանով մեզ են խանդավառում համ իրենց համար ինչ որ բաներ անելու, համ ինքներս մեր պատասխանատվությունը ստանձնելու, որ մենք էլ սկսենք հավատալ ու ավելի մի քիչ հույսով լցվել։ Դե հենց դրա համար էլ շատ կարևոր է աջակցում հենց երիտասարդներին։ Եվ կխնդրենք վերջում էլ նաև նշեք ամրոցի այն ծրագրերի մասին, որոնք առաջիկայում պետք է լինեն, կամ մրցույթներ են, որոնք այս պահին պատանիները ձեզ հետևում են, գուցե նրանց հետաքրքրի։ Այո, պատանիներին եւս մեկ անգամ կհորդորեմ հետևել ծիլ ծրագրին եւ մրցույթային ընթացքին, անպայման հետևել նաեւ մեր զարգ ծրագրի էջին, որը որ նախա ռազմակոչային տարիքի պատանիների համար է, եւ ամռանը ունենալու ենք Դավիթ Բեկյան խաղեր մեծ ծրագիրը, որը հավաքվելու ենք Սյունիքում տարբեր թիմերով, հատկապես թիմեր կազմած կամ ինչ որ թիմային մշակույթի անդամ հանդիսացող մեր պատանիներին խորհուրդ կտամ հետևել ու մասնակցել ցանկության դեպքում։ Դե սիրելի երիտասարդներ, այո, առաջիկայում մեծ հնարավորություններ են ձեզ սպասվում եւ այո, բաց մի թողեք։ Մենք զրուցում ենք Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քնարիկ Ջալաթյանի հետ, շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել, ձեզ լավոր, եւ Ամրոց հիմնադրամը Նյումեկ հրատարակչության նոր գրքի Հերմինե Ավագյանի Հրաժեշտի աչքերը պատմվածքի ժողովածուի գլխավոր հովանավորն է։ Առավոտ, մենք շարունակում ենք զրուցել Նյումեկ հրատարակչության նոր գրքի մասին, հեղինակն արցախցի գրող Հերմինե Ավագյանն է։ Պատմվածքների ժողովածուն կոչվում է Հրաժեշտի աչքերը։ Մեր տաղավարում է գրքի առաջին ընթերցողներից մեկը երգահան, երգչուհի, թարգմանիչ Լիլիթ Բլեյանը։ Բարի առավոտ Լիլիթ, բարի լույս։ Ուրախ ենք ձեզ ողջունել։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, դուք առաջին ընթերցողն եք։ Մի փոքր խոսեք ձեր տպավորությունների մասին։ Ես անոնսի մեջ գիտեմ, որ մարդիկ հիմա լսեցին եւ հավանաբար սպասում են շատ ծանր մի նստվածք, որ իրենց գիրքը բերելու է, ընթերցելուց հետո, որպես գրքի ընթերցողներից մեկը ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ հակառակը այս գիրքը մի քիչ հոգեթերապիայի ազդեցություն է ունենալու եւ շատ ճիշտ կառուցվածք է ընտրել Հերմինեն, որովհետեւ սկզբում պատմվածքներ են, պատմվածքաշար է, սկզբում գալիս է այն ինչ մենք տեսել ենք մեր աչքերով։ Եվ այդ ծանր, այդ անկարագրելի պատմությունները, որ Հերմինեն իր նուրբ գրիչով նկարագրում է, գնում վերջում հանգում են այն կենդանի Արցախին,
որտեղ կյանք էր, որտեղ մարդիկ իրենց փոքրիկ, այսպես գյուղական այդ միջավայրում իրենց իսկական կյանքն էին ապրում եւ չէին մտածում, որ լինելու է այսպես։ Եվ վերջում այնքան կենթանի է այս ամեն ինչը վերջանում չի վերջանում իրականում, այսինքն գնում է դեպի սկիզբը։ Այդ հերթականությունը ինչա դուր եկավ, այդ կառուցվածքը ինձ թվում է շատ առողջ բան է առաջացնում մարդու մեջ ցանկություն, որպեսզի այդ ընթացքը դեպի հետ, դեպի սկիզբ շարունակվի եւ մենք գնանք այնտեղ, որտեղ մեզնից շատերը ցավոք սրտի չեն եղել։ Ես նկատի ունեմ, որ շատերը չեն եղել այդպես էլ Արցախում իրենց անկախ հայաստանյան կյանքի ընթացքում ցավոք սրտի եւ շատերը ինչով է կարևոր արցախյան հեղինակներին այսօր ակտիվ տպագրելը շատերը Արցախի մասին, Արցախյան կյանքի, այդ իսկական կյանքի մասին, հա, ոչ թե ուղղակի ձևակերպումների, որոնք ամեն օր մեզ ոնց որ հասել են հեռուստացույցից եւ այլ տեղերից։ Այդ իսկական կյանքի մասին շատերը հենց գրքերից են հիմա ծանոթանալու, հենց այդ կենթանի վկաների պատմություններից, այդ պստիկ, այդ համով, այդ իսկականությունը, որ մեզ Արցախը շատերից չտվեց 30-ամյա անկախության ընթացքում, մեզ այսօր հասնում է պատմվածքների տեսքով եւ Ֆերմինեի սիրուն գրիչը շատ է նպաստում դրան, շատ կենթանի, շատ պատկերավոր, շատ իսկական։ Իլիչ շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե հետպատերազմյան գրականությունը ինչպես է ստեղծվում, որտեղ այն երկրներում, որտեղ պատերազմ է, դրանից հետո ստեղծվող գրականությունը շատ կարևոր դեր է խաղալու բոլորիս կյանքում։ Ինչպիսին է այսօր հետպատերազմյան գրականությունը, իդեմս իհարկե Հերմինեի այսօր նա է մեր գլխավոր թեման։ Ես Հերմինեին նաև որպես մարդ եմ ճանաչում, ես կարող եմ ասել, որ ինձ համար արժեքը նախ նրանում է, որ ինքը չի չափազանցնում, չի զարդարում, բայց միաժամանակ շատ գեղարվեստական է այդ ամեն ինչը, այսինքն այստեղ չկա, այստեղ կա եւ այն իսկական գրականությունը, որը հորինվածք է, մեծ հաշվով որտեղ ցանկացած գրականություն հորինվածք է, բայց որը ծնվում է այդ իսկական աղբյուրից։ Իսկ Հերմինեի կյանքը մի քիչ իմանալով, որ ինքը այն փոքրիկ աղջիկն է, որը իր հայրիկի հետ շփվել է հայրիկի լուսանկարի միջոցով, որովհետև հայրիկը զոհվել է առաջին Արցախյան պատերազմում եւ մենք բոլորս անպատրաստ էինք, չգիտես ինչու, որ կարող են այսօր այս 2000-ականների այս փուլում լինել երեխաներ հազարավոր, որոնք էլի իրենց հայրիկների հետ շփվելու են լուսանկարի եւ իրենց մայրիկների պատմությունների միջոցով։ Այդ այն ինչ որ ինքը տեսել է որպես երեխա եւ փոխանցում է մեզ արդեն որպես հասուն մարդ, որ տեսել է 3 եւ ավելի գուցե պատերազմներ, հա, դժվար է հաշվել իրականում այդ ամեն ինչը։ Ես չեմ կարող դատել ընդհանրապես հետպատերազմյան գրականության մասին, արդյոք դա պիտի լինի հակապատերազմյան գրականություն, արդյոք դա պիտի լինի ազգային գրականություն եւ այլն, բայց ես գիտեմ, որ դա պիտի լինի իսկական գրականություն, դա պիտի լինի ճշմարտացի, դա պիտի մեզ ոչ թե սնի իլյուզիաներով, այլ մեզ բացատրի ինչներ, որ մենք չարեցինք։ Որովհետև մենք այդպես կմոտենանք հաջորդ պատերազմին, եթե մենք դա չհասցնենք հասկանալ։ Գիտեք, հույս արթնացնելը ոչ միայն կարևոր է, հույս արթնացնելիս մի ավտոմատ ստացվում է, որովհետև Հերմինեի գրքի այս օրինակով էլ եմ ասում, նույնիսկ կառուցվածքը, որտեղ Հերմինեն ինքը այնքան կենթանի է ապրել այդ ամեն ինչը, բայց ինքը այնքան ոնց որ բնականորեն գնում է դեպի կյանքը, այսինքն ինքը գալիս է ցավից ու հետա գնում դեպի կյանքը, այնպես որ հույսը պարտադիր ու հենց այդպես է ստացվում է, հա, երբ մարդը ազնիվ է ստեղծագործողը, իր մոտ այդպես է ստացվում է, ինքը չի կարող զրկել հույսից, իսկական ստեղծագործությունը չի կարող զրկել հույսից, հակառակը։ Դե մենք քրիստոնյան կյանքի շարունակականությանը չհավատալը մեղմ ասած։ Դա իր հերթին, բայց այստեղ էլի ասում եմ, իսկականության բնականության, երբ մարդը լսում է ինքն իրեն, իսկ Հերմինեն լսում է ինքն իրեն, այդտեղից անպայման հույսը այնտեղից դուրս է գալիս, դա չի կարող չլինել։ Ինչքան էլ լուսավոր ու գեղեցիկ եք ներկայացնում ամեն բան, ամեն պարագայում հույզերը այս պահին կառավարելը շատ դժվար է, ինչպես հասկացանք, վավերագրումը ավելի շատ այս բոլոր պատմությունները վավերագրում են քաղցր ու դառը հիշողությունների, առհասարակ կարծում եմ գրական ստեղծագործությունները, գեղարվեստական ստեղծագործությունները շատ կարևոր են մեր պատմությունը մնայուն դարձնելու համար, որովհետև կարծես թե այդ բոլոր պատմությունները, այդ ամեն ինչ, այդ պատկերները այս պարագայում Արցախի հետ կապված մնացել են էջերում, այսինքն գիրքը պահպանում է այն, ինչ եղել է գոնե, մինչև իհարկե նորից լավատեսական
լցվենք եւ հավատանք, որ մենք նորից վերադառնալու եւ տեսնելու ենք մեր աչքերով այն ամեն ինչ, որ նկարագրած էր լուսավոր Արցախի մասին, դուք ինչքանով եք կարևորում հենց արցախցի գրողների արցախցի գրողներին աջակցելը, նրանց գործերի հրատարակումը։ Իհարկե ասացիք, որ ամենակարևորը լինել ստեղծագործել ճիշտ առանց զարդարանքների, բայց այնուամենայնիվ հենց արցախցի գրողներին հրատարակումը Հայաստանում ինչքանով է կարևորում։ Գիտեք, ես վերջին շրջանում շատ եմ վերադառնում այն մտքին, որ մենք որպես նախկին լրագրող ես լավ հիշում եմ, որ մենք շատ էինք խոսում ստատուս քվոյի պահպանման մասին, որ պիտի գտնենք լուծում, որպեսզի այդ ստատուս քվոն վերածվի վերջող կայուն խաղաղության եւ այլն։ Եվ ես հիմա մտածում եմ, որ մենք այն ժամանակ խոսում էինք լուծումների մասին, բայց եւ արդյոք ճիշտ է, որ մենք ընդհանրապես գնում ենք այդ Արցախյան այդ փխրուն, հա, խաղաղության պահպանման պահելու ճանապարհով, բայց ես ուզում եմ հասկանալ մենք ինչ էինք անում այդ ընթացքում այստեղ Հայաստանում, ու ես ցավոտ համոզման եկա, որ մենք ոչ միայն չենք արել այն ինչ պիտի անենք, այլև արել ենք դրանից տասնապատիկ անգամ քիչ, որովհետև շատ քչերն են 30 տարվա ընթացքում եղել Արցախում, շատ քչերն են հասկացել Արցախի կարևորությունը, այսինքն եթե մենք ձգում էինք ստատուս քվո, մենք պիտի այդ ընթացքում անպայման անեինք ինչ-որ աշխատանք այստեղ, որպեսզի այսօր մեր հասարակությունը բոլորովին այլ կերպ ընկալեր Արցախը, Արցախի կարևորությունը, եւ մենք ստիպված չլինեինք հույս դնել Հերմինայի եւ մյուս գրողների, որոնք այդ ցավի միջով անցել են հա իրենց փխրուն գրչի վրա, որպեսզի մարդկանց բացատրենք ինչ որ բաներ պիտի վաղուց հասկացած լինեին։ Իսկ այս գրականությունը որքանով է հասու օտարին, իտալացուն, իսպանացուն, կանադացուն, որը չգիտի Արցախի տեղը, մեր տեղը եւ դա իրականություն է, շատերը մեր խնդրելով չեն ապրում։ Ուղղակի նրանք վերցնեն որպես գեղարվեստական գրականություն կարդան եւ հասկանալի նրանց հոգուն, նրանց մտածողությունը։ Այդ գրականությունն է իրականում, որը թարգմանվելու պարագայում շատ հեշտ է հասկացվելու, որովհետեւ մարդկային պատմություններ են, այստեղ այնքան ունիվերսալ է ամեն ինչ եւ այսօրվա աշխարհում էս տեկտոնական տեղաշարժերի փուլում մենք տեսնում ենք ինչքան արագ կարող են մի քանի օրում փոխվել իրադրությունը որևէ երկրում, աշխարհի որևէ կետում, այնպես որ մարդիկ իրար հետ կապը շատ ավելի հիմա ուժեղ են զգում։ Այսինքն առաջ կար բան, որ ինչ-որ դա կատարում ինչ-որ մի հեռու տեղ, բայց հիմա հասկանալի է, որ մարդկային դժբախտությունները, հատկապես հայրենիքը կորցնելու, պատերազմի կենտրոնում հայտնվելու, այդ ամեն ինչը կարող են պատահել որևէ երկրում, ցանկացած պահի, եւ այս գիրքը հենց այդ ունիվերսալ այդ նկարագրությունն է այն մարդկանց, որոնք հանկարծ կորցնում են։ Կարևոր է, որ ապահով երկրներում, որոնք հիմա այդ գոտում չեն, կարդան ու հասկանան, որ կյանքը ամեն ինչ էլ հնարավոր է, շատ գեղեցիկ նկարագրեցիք, շնորհակալություն ձեզ, ձեզ լավ օր ենք ցանկանում, եւ մեր տաղավարում է երգահան առհասարակ հեղինակային երգերի կատարող թարգմանիչ Լիլիթ Բլեյանը, մենք խոսում ենք Հերմինե Ավագյանի նոր գրքի Հրաժեշտի աչքերը պատմվածքների ժողովածուի մասին։ Մենք շարունակում ենք խոսել Նյումեկ հրատարակչության Թովմասյան հիմնադրամի հայտարարած Արցախցի հեղինակների մրցույթի դափնեկիր Հերմինե Ավագյանի պատմվածքների ժողովածուի մասին։ Եվ Հերմինեն մեզ մոտ է արդեն։ Այսօր տաղավարում արդեն մեզ է միացել, ողջույն Հերմինե, բարի առավոտ, բարի լույս, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Այստեղ երկուստեք է տրամադրությունը, մեկ շնորհավորում ենք ձեզ դափնի լինելու համար, իհարկե առանձնացվել է ձեր գործը այս պարագայում։ Ինչով է այն հենց ձեզ համար առանձնանում, որովհետև դուք շատ գրքերի հեղինակ եք, բայց այս մեկը հրատարակվել է Հայաստանում։ Իհարկե մեծ հույս ունենք, որ Արցախի մասին խոսենք, իհարկե վերադարձի մասին, այլ ոչ թե կորստի մասին, այո, բայց ինչով է առանձնանում գիրքը հենց ձեզ համար։ Նախ շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Գիրքը առանձնանում է նրանով, որ այդ պատմվածքները, որոնք գրքի մեջ զետեղված են, մեծ մասամբ ծնունդ են առել Արցախի շրջափակման օրերին, երբ որ ես Երևանում էի եւ ճանապարհը փակ էր ու չէի կարողանում հասնել Արցախ, չէի կարողանում հասնել իմ հարազատների մոտ լինել ու մնացել էր ես կամրջից այս կողմ, իսկ կամրջից այն կողմ մնացել էր մի մեծ հոգևոր մեծ աշխարհ, որտեղ մնացել էր այն Հերմինեն, ով իր երիտասարդությամբ, իր պատանեկությամբ, իր երազանքներով
այն ամեն ինչով մի մեծ հոգևոր աշխարհով մնացել էր կամրջից այն կողմ։ Եվ այս կողմում դատարկություն էր, ունայնություն էր, եւ այդ ընկճախտի մեջ ինձ օգնության եկավ գրականությունը։ Ես որոշեցի գրել նամակներ ոչ թե որպես զուտ նամակի ժանր, այլ պատմվածքների տեսքով, բանաստեղծությունների տեսքով եւ սկսեցի այդ դատարկությունը լցնել գրականությամբ, ծնվեցին պատմվածքներ, ծնվեցին երկու առանձին գրքեր ծնվեցին եւ բանաստեղծությունների գիրք եւ պատմվածքների ու երբ որ ես հրատարակում բարբերաբար Facebook-ի image-ով այդ պատմվածքները հրապարակում էի կամ գրական կայքերով էին հրապարակում, ես տեսնում էի արցախցիների, իմ հարազատների, իմ հայրենակիցների անդրադարձը դրանց եւ ես դա ինձ ավելի ուժ էր տալիս նորից ստեղծագործելու, ես հասկանում էի, որ մարդիկ ինչքան հզոր են հոգով, որ այդ ցավի մեջ, այդ շրջափակման դառնությունների մեջ, հացի հերթերում ամենօրյա այդ պայքարի մեջ նրանց պետք էր հոգևոր սնունդ եւ նրանք հասցնում էին կարդալ իմ ստեղծագործությունները եւ դա ինձ ուժ էր տալիս նորից գրականությանը անդրադառնալու, նորից գրելու, բայց ես երբեք չէի մտածում, որ այդ ամենը մի օր կարող է դառնալ գիրք եւ գուցե եթե չլիներ Նյումեգի այս նախաձեռնությունը Թոմասյան հիմնադրամի հետ, այս պատմվածքները այդպես էլ գիրք չդառնային։ Երբ ես լսեցի մրցույթի մասին, շատ ուշ միացա մրցույթին, վերջին օրն էր, երբ որ հայտը որոշեցի ներկայացնել, ինչու որովհետեւ ինչպես դուք նշեցիք, սա ցավոտ թեմա էր, դրանք պատմվածքներ, ճիշտ է, այնտեղ կան մի քանի պատմվածքներ, որ մինչեւ շրջափակումն են ծնվել, բայց մեծ մասամբ այդ օրերի իմ հիշողություններն էր, իմ հետադարձ հայացքներ 44-օրյա պատերազմին, դրանից հետո այն ամենին ինչ որ կար, ինչ որ ես տեսա ու դժվար էր այդ թեմայով մրցույթին մասնակցելը, բայց գիտեք, ես երբ ավելի խոր մտածեցի, հասկացա, որ այսօր առավել քան երբևէ պետք է խոսել Արցախի մասին հնարավոր բոլոր հարթակներում։ Ու եթե այսօր այդ մրցույթը, այդ փառատոնը, այդ գիրքը իմ հարթակն է, որի միջոցով ես կարող եմ Արցախի թեման բարձրացնել, խոսել Արցախի մասին գրականության լեզվով, ապա ես չեմ կարող, այսպես ասած, նահանջել։ Եվ այդպես համարձակություն ունեցա մասնակցել մրցույթին այս պատմվածքներին։ Կեցեք Հերմինե, իհարկե կեցե նաև հիմնադրամ այս հնարավորության համար, որովհետև մենք արդեն տեսնում ենք տեսանելի արդյունք, իսկ կան ծանոթներ, բարեկամներ, մարդիկ, որոնք իրենց կգտնեն ձեր գրքի էջերում, պատմվածքներում։ Այո, իհարկե, այդ պատմվածքները իրապատումներ են, այսպես ասած, եւ շատ-շատերը ինձ գրել են գիրք կարդալուց հետո, որ կարծես թե իրենց գտել են այդ պատմվածքների մեջ, դա երևի հեղինակի համար ամենակարևոր գնահատականն է, երբ որ ընթերցողը ընթերցում է եւ իրեն տեսնում է այդ պատմվածքների մեջ։ Իրականում, երբ որ ես գրում եմ պատմվածքներ, ինձ թվում է դրանք բոլորը ես իմ մասին եմ գրում, որովհետեւ ես Բայց բարձում է բոլորի։ Բարձում է երևի, որովհետեւ ես ապրում եմ այդ ամենը ու հետո եմ գրում եւ երբ որ ընթերցողները իրենց տեսնում են այդ ստեղծագործությունների մեջ, դա ինձ համար մեծ կարևոր թե պատասխանատվություն է, թե ավելի լրջորեն վերաբերվելու, ավելի բծախնդրորեն վերաբերելու իմ հետագա ստեղծագործություններին, որովհետև ինձ թվում է դա իմն է, բայց պարզվում է դա նաև նրանցն է, եւ դա ամենակարևոր գնահատականն է ինձ համար։ Այս գրքի մեջ կա երկու կարևոր թեմա՝ ցավը եւ երազանքը։ Ցավը պատերազմն է, որովհետեւ պատերազմը աշխարհի մարդկության մեծագույն ցավն է, որից մինչև այսօր մարդկությունը դեռ չի կարողացել բուժվել, ու այդ բուժման միակ կարևոր դեղամիջոցը սերն է, եւ ինչքան մենք հասկանանք, որ գրականության ճանապարհով, մշակույթի ճանապարհով, ինչքան մենք ցույց կարողանանք խոսել մարդկանց հոգիների հետ, իսկ գրականությունը ամենանուրբ ճանապարհն է մարդկության հոգու հետ երկխոսության զրույցի համար, ինչքան կարողանանք հասկացնել, որ պատերազմի հակառակը սերն է ու սիրով պիտի բուժվել պատերազմից, գուցե կգա այդ օրը, որ մենք կարողանանք հաղթահարել այդ ցավը։ Եվ գիտեք, բոլոր պատերազմներից հետո միշտ մնում են դատարկություններ։ Որոշ երեխաներ որոշ բաներ չեն ունեն պատերազմներից հետո,
թեկուզ լուսանկարներ իրենց հայրերի հետ, իրենց եղբայրների հետ, այնտեղ միշտ պատերազմից հետո մի հոգի պակասում է։ Եվ այդ դատարկ տեղերը միշտ ամբողջ կյանքում երբեք ոչ մի բանով չեն լրացվում, չեն ամբողջանում։ Այս գրքի մեջ շատ կան այդպիսի դատարկ տեղեր։ Եվ մյուս թեման երազանքն է այս գրքի մեջ։ Այսինքն կա պատերազմ, բայց չկա լալկանություն։ Ես փորձել եմ պատերազմին հակադրել երազանք, ապրելու երազանքը, որովհետև անկախ ամեն ինչից Արցախում ապրող մարդիկ նման են աշխարհի բոլոր մարդկանց իրենց ապրելու երազանքով։ Եվ այդ պատճառով գիրքը սկսում է պատերազմով եւ ավարտվում է սովորական հասարակ մարդկանց Արցախում ապրող մարդկանց պատմություններով։ Վերջին Երբին է դուք հեշտ եք նկարագրում, մեր մատը մի հատ փուշ է մտնում, մենք սկսում ենք աշխարհը մեղադրել, չսիրել, դեպրեսիայի մեջ ընկնել, մեղադրել բոլորին։ Այս դեպքում արցախցիները այս 30 տարիների ընթացքում ամեն ինչի միջով անցել են ու շատ բարդ է դրանից հետո քեզ հավաքես, սկսես գեղարվեստական գրականություն ստեղծել եւ ստեղծես այնպիսի գրականություն, որը ուժ եւ հույս է արթնացնում։ Այդ դա է ամենակարևոր կետը, ինչպես եք վերագտել ձեզ այդ կետում։ Գիտեք, յուրաքանչյուր ծանր, դաժան իրավիճակում կարծում եմ ամենակարևորը չչարանալն է։ Եվ եթե ես չարանայի այդ ամեն ինչին, սկսած իմ մանկությունից, որովհետև ես շատ փոքր եմ, երբ հորս կորցրեցի պատերազմում, առաջին Արցախյան պատերազմի հրամանատարներից է նա եղել, եւ ես ու մայրս շատ ծանր փորձություններ ենք անցել երկուսով, ու գուցե դա նաեւ իմ դաստիարակությունից է, որ նա ինձ անդադ սովորեցրել է չչարանալ աշխարհի դեմ, այլ փորձել այդ ամեն ինչին այսպես ինչպես հայտնի խոսքերն են հնչում վրեժխնդիր լինես սիրով եւ ես փորձել եմ այդ սերը ցույց տալ իմ գրականությամբ ու եթե դուք կարդաք կարծում եմ չեք գտնի այնտեղ չարություն ի հեճուկս այն բանի որ պատերազմը աշխարհի ամենամեծ չարությունն է ես չեմ փորձել այդ չարությանը չարության պատասխանել փորձել եմ ցույց տալ թե ինչպես կարելի է այդպես բարին հաղթում է վերջո ես մանկական հարց կարող եմ զինվենք լույսով եւ դրականով եւ ես կարծում եմ պետք է հավատալ բայց այստեղ ինչպես ասում են Արգել չի կարող լինել, դա է կյանքի շարունակության գրավականը։ Այո։ Անչափ շնորհակալություն։ Այդ փորձությունների միջով որ դուք անցել եք, ուրեմն մենք ձեզ հավատում ենք։ Շնորհակալություն նաև այդ ամբողջը վավերագրելու, մեզ հասցնելու եւ նաև շարունակություններին փոխանցելու համար։ Դե ինչ, մենք զրուցում ենք Հերմինե Ավագյանի հետ, նա հրատարակել է պատմվածքների նոր ժողովածուն, գիրքը կոչվում է Հրաժեշտի աչքերը։ Այն հրատարակել է Նյումեգը։ Հրաժեշտի աչքերը պատմվածքների ժողովածու է, կարող եք գտնել գրախանութներում, կարդալ, գիրքը կարող եք պատվիրել նաև Newmeg.am կայքում, անպայման ընթերցեք այս գիրքը եւ թող դառնա այն հույսն ու հավատը, որ եւ նաև երազանքը, որ մի օր հրաժեշտի ճանապարհով վերադառնալու ենք հայկական Արցախ։ Հետաքրքիր գրքի հեռուստաշնորհանդեսից հետո մենք շարունակում ենք մեր եթերը եւ հաջորդիվ զրուցելու ենք Հզոր համայնք 4-րդ համահայաստանյան միջոցառման ուսանողական թատրոնի մարդիկ ներկայացման մասին։ Այդ ամենը մենք կանենք Արշատև դադարից հետո, մնացեք մեզ Բարի լույս։ Բարի լույս։ Եվ հարգելի հեռուստադիտողներ, մենք հաճելի նորություն ունենք ձեզ համար 2025 Tonia's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Զալատոյ ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայն իր մենք կօգնենք որակով կարգախոսին արդեն 20 տարի է, ինչ իր որակը բարձր պահելով ձեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտեստ դարձնել ել ավելի համեղ ու յուրահատուկ։ Դե Սաթանիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստերին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք եւ առանձնակի կարեւորությամբ նշենք, որ ընկերությունն արտադրությունն ու փաթեթավորումը իրականացվում է Հայաստանում։ Իդեպ բացի համեմունքներից առաջարկում է նաև կրուպեղանի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Դե Անահիտ, եթե կա Tonia's Family Company-ն, այնտեղ է Սաթենիկը, նրան միացել է Էլիզան, նրանք բաղադրիչները ամեն ինչ արդեն կտրատել են ու համարյա պատրաստ է։ Ինչ համային հրաբուխ է այսօր մեզ սպասվում։ Ինչ է պետք երջանիկ լինելու համար։
Սաթենիկ։ Այսպես հրաշալի առավոտ, Սաթենիկ, Էլիզա։ Շնորհակալություն խոսքը փոխանցելու համար։ Կազմ պատրաստ, գեղեցիկ կոկնոցներով, ժպիտով մենք ձեզ ներկայացնելու ենք գուակամոլե եւ աղանդեր, որը շատ համեղ է։ Կարելի է համադրել սուրճի հետ։ Անհամբեր սպասում եմ, երբ է պատրաստ լինելու։ Այսօր մենք առաջարկում ենք որպես երկրորդ նախաճաշ, ներողություն թե դա։ Ահա, իհարկե, շարունակեք։ Որպես առաջին նախաճաշ գուակամոլեն ենք առաջարկել եւ որպես երկրորդ նախաճաշ, որ արդեն մի փոքր իր մեջ քաղցր է պարունակում, առաջարկել ենք մեր աղանդերը։ Իմիջիալից կարող եք ավելացնել նաև մեղր կամ որևիցե օգտակար օշարակ, այո։ Մենք այսօր երկու տարբերակի մեջ այսպես մեղր ենք արել, երկուսի մեջ ոչ, ով կցանկանա ինչպես կուտի, այստեղ ճզմել ենք ելակը, գիտենք որ ելակը շատ լավ վիտամին C-ի աղբյուր է եւ պետք է այո բավականին լավ հակաօքսիդանտներ է պարունակում եւ հատկապես սեզոնին պետք է շատ ուտենք եւ հետո սառեցնենք որ ձմռանը եւս կարողանանք վայելել։ Հիմա առաջինը մենք կպատրաստենք սա, թողել ենք այս ամենը կադրում անենք եւ այստեղ մեզ մնացել է ավելացնել սոխը։ Ես թողել եմ հատուկ սոխը կադրում կտրատելու համար, որպեսզի ցույց տամ ինչ սոխ եմ ընտրում, շալոտ տեսակի սոխն է, որը որ շատ օգտակար է, նախ շատ թեթև է։ Եթե համեմատենք մնացած սոխերի հետ, համը ավելի արտահայտիչ է եւ օգտակարությունը ավելի մեծ։ Եթե հատկապես երեխաների ճաշիկների համար եք օգտագործում, միանշանակ օգտագործեք սա, որտեղ վիտամիններով էլ ավելի հարուստ է։ Մենք այստեղ ճզմել ենք ավոկադոն, ավելացրել ենք լոլիկը, ավելացրել ենք կանաչիներ։ Ես այստեղ Հայաստանում դժվար է լավ որակի ավոկադո գտնելը, հետեւաբար լայվ խապ կա, որ խակ ավոկադոն վերցնում ենք սաթենիկ սոխի մեջ փաթաթում ենք, թողնում ենք մութ տեղում։ Ինչի մեջ։ Մեր սոխը, որ տանը ունենում ենք, չէ, բոլորս ունենում ենք տներում սոխ։ Մեր սոխի վրա ենք դնում ավոկադոն, չէ, բոլոր տներում լինում է։ Սոխի վրա ենք դնում ավոկադոն, թողնում ենք մութ դարակում, չոր վիճակում եւ հաջորդ օրը արդեն հասած է լինում։ Ավելի լավ է։ Իսկ ասում եմ, ես թերթով փաթաթում եք, դնում եք էլի մութ պահարանի մեջ, սենյակում, ես այստեղ բարելույսյան եթերում հասրել եմ դա հասնել հասունացման աստիճանի, ուզում եմ այս պահին ներկայացնել մեր գործընկերոջը, իհարկե խոսքը Goods AM-ի մասին այս պահին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ, Էլիզան այդ ընթացքում կպատրաստի ձեր էկրաններին է։ Ցանկանում եմ ներկայացնել արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկերոջը Goods AM-ի, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած, հանգիստ առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպունյա կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաև նշել, որ այդ հնարավորությունը Goods AM-ը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Goods.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Էլիզան շարունակում է ձևավորել, արդեն դասավորել շերտերով։ Այո, մենք ավելացրեցինք վարսակի փաթիլները։ Վարսակի փաթիլները ընտրում ենք երկար պատրաստողը, բայց ես օգտագործում եմ նաև աղանդերի մեջ իրեն չոր վիճակում։ Նախ շատ հաճելի է ինձ համար, երբ որ ես ուտում եմ, բացի դա որևիցե օգտակարություն չի տուժում, այսինքն նույն օգտակարությունն է, բայց ընտրությունը կատարելուց միշտ վերցնում ենք դժվար եփող 12 րոպե։ Երկար եփող։ Այո, երկար եփող վարսակի փաթիլները։ Հեռուստադիտողներին ասենք նրանք, ովքեր հենց նոր միացան, ներքևի հատվածում ինչ կա, չիայի սերմ ենք օգտագործել այստեղ եւ կոկոսի, այո։ Նաև առաջարկել ենք, որ իրենք կարող են ընտրել կաթը, կենթանական կաթին փոխարինելով նշի կաթով, քունջոտի կաթով, ինչպես որ կցանկանան։ Նաև շատ գեղեցիկ է կարծում եմ, օգտակար է, բավականին հարուստ է եւ սպիտակուցներով եւ հակաօքսիդանտ է, նաև էներգիա է տալու այս աղանդերը մեզ ապահովելու է մոտավոր 5-6 ժամ էներգիայով եւ մեկ այսպիսի եթե մենք հաշվարկենք կալորիականությունը, մեկ այսպիսի կալորիականությունը մոտավորապես 250 կալորիա է պարունակում։ Ահա, Էլիզա, ես այստեղ կդնեմ արդեն մեր հացիկները, որոնք պատրաստ են, որը վայելելու ենք։ Էլիզա, ըստ քեզ որոնք են առողջ սննդակարգ ունենալու ամենակարևոր պայմանները։ Ես կտեղափոխեմ ափսեի մեջ, շատ հպանցիկ ներկայացրեք, խնդրում եմ պատասխանը, որպեսզի արդեն խոսքը տեղափոխենք այնտեղ։ Այո, առողջ ապրելակերպի առհասարակ ամենակարևոր բանը պետք է ունենանք առողջ սովորություններ։ Դա առաջինը, ես միշտ շեշտում եմ, քնի ճիշտ ռեժիմն է, ջրի ճիշտ ռեժիմն է եւ նաեւ սննդակարգում ունենալ օգտակար հատկություններով։ Որպեսզի ներկայացնեմ մեր գործընկերոջը աթենքի մասին է խոսքը։ Ձեր էկրաններին է սարդարկաների
տեսականին ես էլ սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջը, ինչպես նշեցի։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղ ուտելը, հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Գերմանիայում անցկացվող Oktoberfest հայտնի միջոցառման ժամանակ սարդելկան համարվում է հիմնական ուտելիք։ Իդեպ այն իդեալական է համադրվում նաեւ գարեջրի հետ։ Քանի որ նշեցի, պետք է շատ արագ խոսքը փոխանցել մեր գործընկերներին, հյուրասրահում արդեն նստած է մեր հյուրը։ Մենք վերջնական արդյունքը րոպեներ հետո կցուցադրենք, արդեն լավաշը պատրաստ է, սա պետք է խառնենք, ավելացնելու ենք վրան, ինչ խնդրում եմ։ Սոխը եւ կիտրոնը ավելացնելու ենք եւ մատուցելու ենք արդեն ամբողջ հատիկ լավաշը, որը մենք չորացրել ենք ավելի խրտ-խրտան ու համեղ լինելու համար։ Թույլ տուր խոսքը փոխանցենք Արտակին եւ Անահիտին, որպեսզի նրանք մեր հյուրին արդեն ներկայացնեն եւ շարունակեն եթերը։ Սաթենիկ, ես դու Էլիզան, Անահիտը մենք հզոր համայնք ենք։ Դա ցանկացած մարդիկ, որոնք միավորվում են ու ունեն գաղափար, կոչվում է հզոր համայնք, իսկ երեք ավանդական դարձած եւ համայն հայության երիտասարդներին միավորող հզոր համայնքը 4-րդ մեծամասշտաբ եւ միջմարզային ամենամեծ համահայաստանյան միջոցառում իրականացրեց, այն իր շուրջն էր համախմբել հարյուրավոր երիտասարդների, որոնք հնարավորություն ունեցան ձեռք բերելու բազմաթիվ հմտություններ, լսելու կայացած եւ գիտակ խոսնակներին ու այդ ամենը ապագայում կիրառելու ամենակարևորը։ Մի շարք հնարավորություններ ունեցան։ Մանրամասն այս ամենի մասին կպատմեն մեր հյուրերը, տաղավարում են ուսանողի տան հիմնադրամի եւ հզոր միտք երիտասարդական հասարակական կազմակերպության տնօրեն Մհեր Մկրտչյանն ու ուսանողի տան եւ հզոր միտք երիտասարդական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Ստելլա Ավետիքյանը։ Բարի լույս, Մհեր, բարի լույս, Ստելլա, բարի առավոտ։ Շնորհակալություն, լավ, դուք հզոր համայնքը ինչպես է։ Հզոր համայնքը այսօր շատ հոգնած է։ Այսօր մենք ելել հանգիստ շունչ քաշել, վերջապես իրականացրիք։ Բայց հզոր համայնքը հոգնելու իրավունք չունի Մհեր այն։ Չէ, այսօր հանգստանում է, ավելի շատ, հա։ Երեք դե շատ կարևոր օր ունեցանք։ Այն մի փոքր կներկայացնեք կոնցեպտի մասին, ինչ է իրանից ներկայացնում։ Դե մեր այս տարի տեղ ունեցավ հզոր համայնք 4-ը։ Մենք ամեն տարի իրականացնում ենք այս ծրագիրը, ունեցել ենք նաև Ջավախքում, նաև ունեցել ենք Բերդ քաղաքում եւ նաև սրա փոքր ավելի տարբերակները Հայաստանի տարբեր մարզերում։ Ովքեր չգիտեն հզոր համայնքը, կասեք ինչ է իրենից ներկայացնում։ Այո, մենք Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից եւ նաև Ջավախից համախմբում ենք երիտասարդների մոտ անցած տարի օրինակ 800 երեխա եղել, այս տարի շուրջ 600 համախմբում ենք երեխաներին իրար հետ ծանոթացնելու, նոր գիտելիքներ փոխանցելու, փորձ կուտակելու եւ նաեւ ներգրավում ենք տարբեր ոլորտի գործարարների, փորձագետների, մասնագետների, ովքեր այդ օրը իրենց փորձով կիսվում են երեխաների հետ եւ նաեւ իրենք էլ են ծանոթանում իրար հետ։ Քանի օր է տևում։ 1 օր է տևում միջոցառումը, առավոտից մինչև երեկո եւ վերջում ամփոփում ենք ազգային պարերով։ Նաեւ պարեր սովորում ենք եւ նաեւ պարում ենք։ 600 հոգին որտեղ են հավաքում։ Առարկայական հարցեր ձեզ տանք, որպեսզի պատկերացնենք։ Միջոցառումը իրականացնում ենք Elite Plaza Business կենտրոնում, իսկ պարերը իրականացնում ենք անգլիական այգում։ Միջոցառման ժամանակ ունենք հատուկ ընդհիշման ժամ, որտեղ հենց network-ի համար է նախատեսվեց երեխաները մեծահասակների հետ, այսինքն մեր կրտսեր եւ ավագ սերունդները միմյանց հետ ծանոթանում են եւ գիտելիքներով են փոխանակվում, մոտ 1.5-ից 2 ժամ տևում է այդ process-ը եւ նաեւ ունենում ենք թիմ այդ օրը, ովքեր մոտենում են եւ մարզերից եկած երեխաներին, ովքեր միգուցե աման չեն կամ չիմանան ու մոտենան, ուղղորդում են եւ ծանոթացնում են տարբեր գործարանների հետ, որպեսզի երեխաներին հուզող հարցերը, որ իրենց մեջ ցակելա եւ համայնքում չեն կարողանում որևէ մեկին տան, այդ օրը հնարավորություն ունենան որևէ գործարարի ուղղեն այդ հարցերը։ Ինչպիսի գործարարներ են նրանք, մեր իմացած գործարարներն են հայտնի, հարուստ։ Իրականում մենք Դե ես այդպես պատկերացրի մի անգամից։ Մենք առհասարակ արդեն 6 տարի գործունեություն ենք ծավալում, աշխատում ենք երիտասարդների, մասնավորապես մարզաբնակ երիտասարդների հետ, ու այս ողջ process-ում ներգրավում ենք մարդկանց, ովքեր կիսում են մեր գաղափարը։ Իսկ գաղափարը մեկն է երիտասարդների վրա ներդրում ունենալով, իրենց մոտ Հայաստանի ու իրենց համայնքի նկատմամբ սեր պատասխանատվություն ձևավորելով մի քանի քայլ առաջ գնանք ու նաև ներդրում ունենանք մի քանի տարի հետոյի վրա։ Դրա համար ներգրավում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կիսում են այս գաղափարը,
Ու կարող լինեն իրենք հարուստ, կարող լինեն շատ մեծ։ Կարևորը գաղափարը է։ Իսկ ինչպես եք մասնակիցներին ընտրում։ Ըստ ցանկության թե հատուկ սկզբունքներ կան, որ ընտրում եք երիտասարդներին։ Ամեն տարի, ամեն շաբաթ ավելի շուտ գնում ենք մարզեր։ Մենք ամեն համայնքում ամեն շաբաթ շաբաթ կամ կիրակի մենք որևէ գյուղ ենք գնում, այնտեղ միջոցառում ենք իրականացնում, երեխաների ազգային բառեր ենք սովորեցնում, մեդիագրագիտության, մեդիա անվտանգության մասին ենք զրուցում, մասնագիտության կողմնորոշման մասին, առաջնորդության եւ այլն, ինքնակատարելագործման։ Դրա արդյունքում մենք ծանոթանում ենք երեխաների հետ, սկսում ենք իրենց հետ աշխատել on-line տիրույթներում, փոքրիկ հանձնարարություններ ենք տալիս, հետաքրքիր ոդքասթներով ենք կիսվում։ Դրա արդյունքում նաև մի համայնքի երեխաներին ծանոթացնում ենք այլ համայնքի երեխաների հետ, որի արդյունքում փոքրիկ ցանց են դառնում, այսինքն օրինակ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների հետ ծանոթանում ենք կամ Վայոց-Ձորի հետագայում մարզերով ենք միջոցառումներ անում, տարբեր մարզեր տանում ենք մյուս մարզ եւ տարվա մեջ մեկ անգամ մեր ընդհանուր ցանցում արկա երեխաներին եւ իրենց համագյուղացիներին հնարավորություն ենք տալիս մեկ օր գան Երևան ու բոլորով ծանոթանան արդեն իրար հետ եւ նաեւ այն գաղափարակից մարդկանց հետ, ում հետ մենք տարվա կտրվածքով ինչ լավ նոր ծրագրեր են ծնվել։ 4-րդ տարին է, պիտի որ նրանց այսպես ծանոթության արդյունքում ծնվեն աշխատանքներ, ծրագրեր, որոնք գուցե նաեւ ազդել են ձեր նպատակների վրա։ Դա է շատ կարեւոր։ Դա շատ կարեւոր է։ Դա շատ կարեւոր է, ակի տարիքային խնդիր ունենք, թինեյջերները մենք աշխատում ենք 14-ից 17-18 տարեկան։ Նրանք էլ սիրահարվելու կարողություն ունեն։ Հա, արտակը շատ ճիշտ բնութագրում է այսօրվա երիտասարդներին, որ գումարը եւ շատ փողի մասին եւ սիրո մասին, այն ինչ որ աշխարհի շուրջը պատտվում է հետ։ Դե մենք ոնց որ այս պահին նախապատրաստում ենք երեխաներին գումարներ աշխատել, կրել եւ հետո ընտանիքներ ստեղծել, շատ երեխաներ։ Այո։ Իհարկե 21-րդ դարում իդեպ բարձում է, որ գումարը մնացած այդքան կապ չունի, ինչքան մարդկային ծանոթությունները, որոնք որ կարողանում են իրար օգտակար լինել։ Շփումը, փորձի փոխանակումը, ինչպես ասում են։ Մեր ցանցում ավելի շատ են երեխաները։ Իհարկե ոչ բոլորին ենք կարողանում հնարավորություն ձեռենք կան։ Մենք անցած տարի ընդհանուր տարվա ընթացքում 5000 երեխայի հետ ենք աշխատել մոտավոր։ Մենք նաև այդ ուսանողի տան ապրող երեխաների հետ ստեղծում ենք իրենց համայնքներում թիմեր, ում հետ նաև փորձում ենք էլի աշխատենք։ Եվ այս ծրագրերի միտքը նրանումն է, որ մենք մարզում ապրող երեխաները այն բացը, որ դպրոցը թողում է կամ հնարավորություն չունի այս բանը լրացնելու, մենք մեր ոչ ֆորմալ ծրագրերով փորձում ենք այդ բացը լրացնել։ Եվ նաև այն համացանցը, որ այս պահին ներքաշում է երեխաներին եւ իր ժամանակը վատում է շատ համացանցում եւ օգուտներ չեն ստանում, նաև փորձում ենք դրա մասին իրազեկենք երեխաներին, որ հասկանան, որ համացանցը որպես գործիք օգտագործեն կրթվելու, ինքնազարգանալու եւ կապեր ստեղծելու, այլ ոչ թե ժամանակի Այ որ մեծագրագիտություն եք դասանում օգտակար, որ մոտ է մեր մասնագիտությանը, մենք դրա համար շատ ուրախ ենք։ Ստելա, մեզ ասեք, խնդրում եմ, իսկապես այդ communication-ից ինչ կարող է ծնվել, չէ՞ որ նրանք երիտասարդ են, առավել եւս որ 14 տարեկան են, ամբողջ կյանքն ու ավյունը հենց նրանց մոտ է։ Ինչ մտքեր են եռում նրանց գլուխներում եւ արդյոք կարողանում են այդ փոխանակման արդյունքում ինչ որ մնայուն արժեքներ կամ մնայուն գաղափարներ ստեղծել։ Բնականաբար ամեն տարի հետ հայաց գցելով տեսնում ենք արդյունքները ու արդյունքները ավելի շոշափելի են լինում ոչ թե իվենթի հաջորդ օրը, այլ ավելի ուշ, դրա համար կարող եմ խոսել նախորդ 3 տարիների արդյունքներից եւ երիտասարդներից մարդիկ ունենք, ովքեր միջոցառման ժամանակ գտել են իրենց թիմակիցներին, որով նոր նախագծեր են սկսում կան, ունենք երիտասարդ օրինակ Մարտունու շրջանից, որ բիզնես նախաձեռնություն է սկսել մեր հզոր համայնքին մասնակցելուց հետո գտնելով իրեն մենթոր եւ ուղղորդել է իրեն այդ ոլորտում, մենք էլ օգնել ենք մեր ընկերների հետ միասին տեխնիկայի ձեռք բերել, այդպես բիզնես փոքր նախաձեռնություն են սկսել իրենց մարզում։ Երեխաներ ունենք օրինակ երիտասարդական կենտրոններ են բացում, երեխաներ ունենք գրադարաններ են բացում, երեխաներ ունենք արշավներ են իրականացնում, այսինքն ամեն միտք, որ իրենց ավելի մոտ է լինում, սկսում են դրանով զբաղվել։
Եկեք խոսենք շատ կարևոր մի բանի մասին, որի մասին ես իհարկե շատ վաղուց տեղեկացված եմ, բայց ուզում եմ լուսաբանենք նաև մեր հեռուստադիտողի համար ուսանողի տուն կեցության եւ կրթության վայրի մասին ինչ նորություններ ունեք կամ ապագայում սպասվող ինչ հետաքրքիր բաներ կարող եք հենց հիմա ասել ու լուսաբանել, որպեսզի մեր նախ խնդրում եմ ասել թե ինչ է իրենից ներկայացնում ուսանողի տունը, որովհետեւ մենք գիտենք, բայց հեռուստադիտողը կարծում եմ քչերեք իմանան։ Ուսանողի տունը մի հարթակ է, որտեղ համախմբվում են մարզից եկած երեխաները, արդեն ովքեր եկել են ուսում ստանալու Երևանում, այսինքն ընդունվում են որևէ բու եւ բնակարանի խնդիր ունեն, մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի երեխաները գան, բնակվեն ուսանողի տանը եւ դրա արդյունքում իրենց համար իրականացնում ենք ոչ ֆորմալ կրթական տարբեր դասախոսություններ, ներգրավում ենք տարբեր ծրագրերի, տարբեր տեղեր հնարավորություն ունեն կամավորություն անեն, փորձ ձեռք բերեն, իրանք մեզ մոտ մնում են այս պահին միջինում 1 տարի կամ հնարավորություն կարող ունենան եւս 1 տարի շարունակելու դրա արդյունքում երեխաները փորձ եւ գիտելիք են ստանում ու ոնց որ շարունակում են հետո իրենց ուսումը արդեն մեր ինչ-որ օգնությամբ, բայց ոչ ուսանողի տանը մենք իրենց հետ իրենց գյուղերում ունեցել ենք հնարավորություն ստեղծել են երիտասարդական կենտրոններ իրականացրել ենք մեծ միջոցառումներ, այսինքն ուսանողի տան անդամը որ օրինակ չգիտեմ եկել է առաջի կուրս կյանքում միջոցառում չի կազմակերպել արդեն ինքը իր ունեցած գիտելիքներով կարողանում է իր համայնքում համախմբի 2-300 երեխայի, տարբեր խոսնակների հրավիրի, հյուրասիրություն ապահովի, բան, հա ու այդ ամեն ինչը ինքն ամեն մեկը իր գյուղում թիմեր է ստեղծում, թիմերով հետագայում նաև մշակույթին են անդրադառնում եւ տարբեր փոքրիկ նախաձեռնություններ են հիմնում իրենց գյուղերում։ Մեր ծրագրի միտքն է նաև որ գյուղում երիտասարդների կյանքը ավելի ակտիվանա, երեխաները հնարավորություն ունենան մասնակցելու տարբեր խմբակների, որտեղ Երևանում օրինակ դուք տեսնում եք, որ մի երեխան իր թաղամասում շատ խմբակների կարա գնա, եթե պլանշետի մեջ չլինի։ Դա է շատ կարևոր, որ դրանց կտրում եք այդ։ Բայց հնարավորություն ունի, իսկ մարզում համայնքում գյուղում շատ ժամանակ բացի դպրոցից ոչ մի բան չկա երեխայի։ Այո։ Շնորհակալություն ձեզ։ Մենք ուզում ենք, որ ձեզ միջոցառման հաջորդ օրը մի քիչ հոգնած տեսնենք, բայց արդյունքը այնտեղ գնահատելի լինի։ Դա միակ բանն է, որտեղ ձեր չարչարանքները կապաշխարեն ինչ որ մի օր։ Ձեզ լավ օր, լավ նախագծեր եւ հզոր համայնք բոլորիս։ Հիմա հանդիպենք մյուս տարի 5-րդի շրջանակներում։ Շնորհակալություն։ Հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, եթե կարծում եք մեր հյուրը այսքանն էին ոչ, Անահիտի բարեկամներն են մեզ հյուրն կարվելու, մերձավորները, թատրոնի ներկայացուցիչները, հետո կշարունակենք։ Դե ինչ բարի լույս, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ներկայացնում ենք արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկերոջը Good.cm-ին, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցի նստած հանգիստ առանց շտապելու ընտրել օրինակ ձեզ համար մազերի շամպուն կամ լվացքի փոշի, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Մոռանանք նաև նշել, որ այդ հնարավորությունը Good.cm-ը ոչ միայն ընձեռել է Երևանի բնակիչներին, այլև ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Good.cm քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Դե ինչ քո հարազատները հարմար տեղավորվել են հարազատ թատրոնի իսկ ես սիրով ներկայացնեմ նրանց Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում ներկայացման պրեմիերա է Ռուբեն Բաբայանի ռեժիսորադերասանական առաջին արվեստանոցը մարտի 13-ին եւ 14-ին հանդիսատեսին կներկայացնի Մարտիկ երաժշտական պլաստիկ ներկայացումը։ Առաջնախաղից առաջ հետաքրքիր զրույց կունենանք ստեղծագործական կազմի հետ։ Դե մեր հյուրերն են Մարտիկ ներկայացման ռեժիսորը Մարիկա Դովլատբեկյանը, բարի առավոտ Մարիկա, եւ ուսանողական թատրոնի տնօրենը դերասան Արսեն Ասիզյանը, բարի առավոտ, եւ դերասան Գևորգ Մարկարյանը, նա վերջերս է հյուրընկալվել մեզ մոտ, բարի առավոտ, ուրախ եմ ձեզ։ Բարի լույս։ Իդեպ նրանք բացում են գաղտնիքներ, չաթում գրել են, մյուսներն էլ կարող են գալ, բայց այս երեքն հյուրընկալվել։ Ոնց է։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Խոսենք ներկայացման մասին, խոսենք հեղինակի մասին, փոքր ներկայացրեք։ Մի քիչ սկզբից գամ, ես արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցությունների կենտրոնում, որտեղ տնօրենը Գոր Մսրիկյանը շատ կարևոր որոշում է կայացրել, կարծում եմ, որ գործի թատերական խմբակ, որտեղ կարող են սովորել նաև հատուկ առանձնահատկություններ ունեցող երեխաներ,
ուրեմն թատերական խմբակը գործում է եւ ես արդեն երկար ժամանակ աշխատում եմ երեխաների հետ եւ ուսումնասիրում եմ այս թեման առհասարակ եւ ուսումնասիրությունների մեջ գտա մի շարադրություն, այսպես ասած, որը գրել է Անտոն Խարիտոնովը, շարադրությունը, այսինքն այդ տղան ունի աուտիզմի սինդրոմ, 12 տարեկան է, բայց հրաշալի մի հատ տեքստ է գրել, որը ցույց տվեցի Ռուբեն Բաբայանի արվեստանոցում, որտեղ դասավանդում եմ, եւ որոշեցինք աշխատել այդ տեքստի վրա, այդ տեքստի մեջ պարունակում է ամեն ինչ, այսինքն այնքանով լավ, որ մենք կարող ենք ուսումնասիրել մարդու տարբեր էմոցիաներ, տարբեր ապրումներ, թերություններ, առավելություններ, այսինքն ուսանողների համար դա շատ լավ նյութ է, որպեսզի իրենք կարողանան ստեղծագործել, այո, մարդուն իր բոլոր էմոցիաներով։ Երբևէ այսքան հետաքրքիր բնութագրում լսել է իր հեղինակի մասին, մտքի մասին առասարակ, թե ինչպես է պիեսը ծնվել։ Դե այն հոգեբանական կենտրոնում, որ Մարինկան է աշխատում, դեպի թե հենց այդպես էլ պիտի լիներ, Արսեն թատրոնի տնօրեն լինելով երիտասարդ, շատ հետաքրքիր է այդ կազմը պահել հետաքրքիր պուլսի վրա, որ բոլորը լինեն իրենց տեղերում եւ գլխավորը երջանիկ։ Ինչպես է կանում այդ ամենը, որ ստացվի։ Իրականում հիմա թատերական ինստիտուտում մեծ փոփոխություններ են սպասվում, քանի որ շուտով համազգային թատրոնը շատ լիահույս ենք, որ դա շուտով կլինի, կտեղափոխվի իր նոր շենք եւ մենք արդեն կփորձենք մեր խաղացանկային դրամաբանությամբ կառավարել թատրոնը, մի փոքր ռեբրենդինգի կենթարկենք եւ կդարձնենք երիտասարդական թատրոն եւ կարելի է ասել, որ այս ներկայացումը հենց այդ խաղացանկային թատրոն ունենալու հայտն է, հա? Մեկնարկն է։ Այո, եւ իհարկե իմ ընկերը տաղանդավոր Մարիկա Դովլաթբեկյանը առաջին մարդն էր, ում ես խնդրեցի, որպեսզի այս ներկայացմամբ կամ ինչ որ ներկայացմամբ Մարիկան ընտրեց հենց այս ներկայացումը, որի համար շատ ուրախ եմ, որով կարող ենք մենք սկսել եւ փորձել ձևավորել այդ խաղացանկային տրամաբանությունը։ Եվ շատ ուրախ եմ, որ պարոն Բաբայանի արվեստանոցի ուսանողներն են ներգրաված, լինելով առաջին կուրսի ուսանողներ, եւ կարծում եմ սա մեծ մոտիվացիա կլինի բուհի մյուս ուսանողների համար եւ բոլորը կփորձեն ընդգրկել իրենց ներկայացումները մեր խաղացանկ, ինչի մենք բոլորս շատ բաց ենք եւ պատրաստ ենք։ Իսկ լսել եք, որ թատրոնի տնօրենը այսքան գով է աշխատացին։ Այո, ընդունված օրվանից լսել եմ Արտակ ջան, քեզ անծանոթ է, ինձ շատ ծանոթ։ Գերին դեռ կանդրադառնանք այս շատ հետաքրքիր հարցերով։ Մարիկա, փոքր երաժշտական ձևավորման մասին խոսենք, ով է երաժշտության հեղինակը ներկայացման։ Եվ առհասարակ ինչ երաժշտությունն է լսվելու։ Երաժշտությունը կենթանի է հնչելու, նույնպես ուսանողներ են, կոնսերվատորիայի ուսանողներ են, ոչ միայն Վերջապես կայացավ այդ համագործակցությունը, բաղձալի։ Իրականում ես կարծում եմ շատ լավ է, երբ որ բեմանկարիչները, կոնսերվատորիայի ուսանողները միասին են աշխատում, որտեղ վերջո թատրոնը սինթեզա ու կանգուն խումբն է, երիտասարդ տղաներ են, որոնք նվագում են, գտանք իրանց եւ միացան մեր աշխատանքին։ Առաջին անգամ են թատրոնի համար ստեղծագործում, նաև նվագելու են մեզ շատ հայտնի երգեր, նույնպես նաև Հրանտ Շիրինյանը նույնպես մեզ միացել է, երաժիշտ, դաշնակահար, այդպես կենթանի երաժշտություն է լինելու։ Ներկայացումը ամենակարևորի մասին է մարդկանց, հենց այդպես էլ կոչվում է մարդիկ։ Գևորգ, որն է ամենակարևորը այս ներկայացման մեջ, որ մարդիկ պետք է գան եւ նայեն, մանավանդ ուսանողական ձեռագրով թարմ մտածողությամբ։ Երբ որ մենք ընդունվեցինք Ռուբեն Բաբայանի արվեստանոց, մեզ առաջին օրվանից բոլոր դասախոսները սովորեցնում են, որ մեր մասնագիտությունը լավի ու վատի մասին չմենք չպետք է ոնց որ մեր կարծիքը հայտնենք կամ ինչ-որ դիրքորոշումը, այլ ուսումնասիրելու մասին է։ Եվ երբ որ ընկեր Մարիկան բերեց նյութը, մենք հասկացանք, որ այս նյութը Ընկեր Մարիկա վրացում եք այսքան երիտասարդ, եւ Մարիկա շատ լավ է հնչում։ Այս նյութը հենց ուսումնասիրելու մասին է ու մենք ներկայացման ընթացքում հենց իմ կերպարը հանդիսատեսի հետ ուսումնասիրում է մարդուն իր բոլոր էմոցիաներով, իր բոլոր ապրումներով ու մենք չենք մատնանշում ոչ լավը, ոչ վատը, ցույց ենք տալիս։ Իհարկե, բոլորը կան ու այդ է հենց լավ է, կարևորը արդարացումները գտնել, կարևորը փորփրելու մասին։ Ու մենք ցույց ենք տալիս, որ մարդ լինելը բոլոր էմոցիաներով է, եւ լավ, եւ վատ, ու բոլորս մենք ընդհանուր մի էմոցիա ենք պատկանում, նաեւ ամեն մեկը յուրովի տարբեր ենք, ու այդ ուսումնասիրությունն է հավես, որ պետքա վայելես ու զգաս, որ դու մարդ ես, բոլոր գույներով ու բոլոր ազատությամբ։ Այսինքն դուք հատ-առհատ բոլորդ մարմնավորում եք առհասարակ մարդուն, չկան հատուկ այդ պերսոնաժներ առանձնացված։
Էմոցիաներ առանձնացված, օրինակ դու վախն ես, դու չգիտեմ, ինչ որ մի էմոցիա, բոլորդ էմոցիաներ չունենք, բոլորս մարդիկ ենք, ուղղակի ես ուսումնասիրում եմ մարդկանց եւ տարբեր պատմություններ ենք դիտում, որոնց արդյունքում մենք կազմում ենք մեր պատկերացումը, երբեմն կերպարները միավորվում են, երբեմն անջատվում են, ունեն ընդհանուր ինչ-որ կետ, ու տեսնում ենք տարբեր մարդկանց ինչքան խորքային կարող են լինել, օրինակ ունենք կերպար, որ թվում է թե ինքը շատ թեթև մարդ է, ինչ որ չունի խորքային զգացմունքներ, բայց հետո տեսնում ենք թե ինքը ինչքան խորն է բացվում ու ավելի խորն է իր ճակատագիրը, քան օրինակ մյուսը ունենք մի խոսքով տարբեր տեսակներ ու ներկայացումը կարծես չունենա սկիզբ ու ավարտ։ Մենք անդադար այդ մարդկանց շրջապտույտի մեջ են, որովհետև մարդիկ ծնվում են, մարդիկ մահանում են։ Դուք բարդ նկատի ունեք հայերին, թե կապ չունի այստեղ ազգությունը, մաշկի գույնը, սեռը, հա, ընդհանուր մարդու մասին է առհասարակ։ Աշխարհի բոլոր մարդկանց տարապում են։ Համամարտկային է դա, էլի որ չենք կենտրոնացել միայն մեզ վրա։ Ոչ։ Մարիկա, որն է մեր խնդիրը այսօր մարդկանց, չգիտեմ, գործն էլ որ ընտրել եք այս դժվար ժամանակներում, որ մարդը համ պատերազմ է հրահրում, համ չարություններ է հիմարում, ինքները տեսնում եք ինչեր է կատարվում մարդու ձեռոց, ինչպես է։ Ես կարծում եմ ազատ լինելու, երջանիկ լինելու ինչ որ մի ձգտում կա։ Գուցե։ Մշտնջենական ձգտում ազատ է մարդը այսօր 21-րդ դարում, թե հակառակ օրինակ այս գadgetներից կախված կամ այդ թվացial ազատությունն է իրականում։ Ինչ ես կարծում, կամ այդ խնդիրը նաև ներառված է ներկայացնում մեջ։ Նայեք, չէ, ինչքան բան ասացիք, չէ, պատերազմներ, գadgetներ եւ այլն եւ այդ ամենի մասին է ներկայացումը, որ մենք գանք եւ հայլուպես տեսնենք ինքներս մեջ։ Այո։ Խնդիրը ինքնաճանաչության մեջ է իրականում, որպեսզի մարդը լինի ազատ, նախ եւ առհասարակ, երևի թե մենք փոքր երկիր ենք եւ մի քիչ մեր խնդիրները այդ փոքր երկրի խնդիրներ են, մենք մի քիչ հեռու ենք ինքնաճանաչումից եւ փորձում ենք այլ հարթության մեջ, այլ տիրույթում գտնել այն ինչը որ մեզ կփորձի դարձնել համամարտկային, բայց այնինչ ցանկացած արժեքի կենտրոնում հենց շատ խիստ ազգային ինքնության եւ ինքնաճանաչության այդ այո շեշտն է դրված եւ նաեւ շրջանցելով այս թեման պետք է Մարիկայի ձեռագրի հետաքրքրության մասին խոսեմ, որ ունենալով փոքրիկ մի տեքստ վերածվել է մի ամբողջ ներկայացման եւ մի ամբողջ այսպես համամարտկային թեմայի քննարկման առարկա է, այո։ Իդեպ ներողություն խնդրում, ո՞րն էր այդ տեքստը։ Դրա մասին չխոսեցիք։ Ինչ որ նախադասություններ, թե բովանդակալից շարադրություններ։ Շարադրությունը։ Դա ոչ պոեմ է, ոչ բանաստեղծություն, շարադրությունը, որը գրել է մի տղա, այդ շարադրությունը հայտնվել է ինտերնետում։ Եվ ես այն գտա եւ սիրահարվեցի այդ տեքստին, երկար sense մեջս պահում էի ու գիտեի որ մի օր պիտի դուրս գամ միջիցս։ Եվ ժամանակակից թատրոնի տեսանկյունից երբ դիտարկում ենք, Մանիկան շատ լավ կարողանում է այնց այդ թվացial որ սյուժեն չկա, բայց ստեղծվում է այդ զգացմունքային սյուժեն, որը որ մեզ այսպես թատերական մենք ասենք ժամանակակից թատրոնը դուք եք, մանավանդ որ դուք դա անում եք այնքան սիրով, եւ այստեղ նստած են տաղանդավոր ռեժիսոր թատրոնի տնօրենը եւ տաղանդավոր դերասան, այլ ինչ համակցություն եք ուզում լավ ներկայացում ստանալու համար։ Ընդհանրապես նորից ձեզ հիշեցնենք, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Իսկ դες մենք հիշեցնենք սիրելի հեռուստադիտող, որ մարտի 13-ին եւ 14-ին կարող եք դիտել Մարդիկ ներկայացումը, սպասվում է պլաստիկ երաժշտական գեղեցիկ ներկայացում, այնպես որ այս պահին, այո, պոտենցիալ դուք հանդիսատես կարող եք լինել լավ ներկայացման, բաց չթողնեք։ Հիմա մեր եթերում կարճատև դադար է, հետո արդեն Էլիզան եւ Սաթենիկը մեզ կողջունի, բայց միանգամից ավելի լավ է միանգամից, գիտես, այս բույրերին եւ համերին չեմ դիմանում։ Ավելի լավ է միանգամից միանանք Սաթենիկին եւ Էլիզային։ Անահիտ շատ ճիշտ որոշում էր, վերջին շտրիխները միասին անում ենք եւ իհարկե ես փորձելու եմ։ Այո։ Մենք խոսեցինք քո կարծիքը կհայտնես ամենաառաջինը դու։ Եվ անկեղծ խոսեցինք առողջ ապրելակերպի մասին, առողջ սնունդի մասին եւ պատրաստեցինք իհարկե առողջ աղանդեր։ Դու կարող ես շարունակել, ես վայելեմ։ Մենք պատրաստեցինք բալանսավորված աղանդեր եւ բալանսավորված նախաճաշ։ Նախաճաշի մեջ սպիտակուց որպես ամբողջ հատիկ լավաշն ենք օգտագործել եւ ավոկադո, լոլիկ, շեշտեցի որ շալոտ տեսակի սոխ եւ կանաչիներ։ Իսկ մեր աղանդերի համար մեզ անհրաժեշտ էր կոկոսի կաթ, որը կարելի է փոխարինել այլ կաթով, այո։
չիայի սերմեր, որը ես արդեն շեշտեցի, որ շատ հարուստ ու օգտակար են օմեգա 3-ով, երկաթով, սպիտակուցով ու շատ բարձր էներգիայի աղբյուր են մեզ հաղորդում, ավելացրել ենք ելակ, այսպես մանրացրել ենք ելակը, մի շերտ ավելացրել ենք, վարսակի փաթիլներ, ելակը վիտամին C-ի ու հակաօքսիդանտների մեծ աղբյուր է, վարսակը գիտենք, որ մեզ էներգիա է տալու այսօրվա համար եւ վերջում ավելացրել ենք եւ գեղեցիկ տեսքի համար եւ այլ ավելի համային, կոկոսիկաթը, կոկոսիկերուկը իսկապես ընդգծում էր, քանի որ ես հասցրեցի փորձել։ Էլիզա, շատ շնորհակալություն։ Էներգիայի աղբյուր, այո, շատ անհրաժեշտ այսօրվա էներգիայի աղբյուրը, ինձ վստահ եմ, որ հեռուստադիտողների երկու շաբթի օրով հենց այնպես չէր, որ մեզ հետ սկսեցին, Էլիզա, շնորհակալություն։ Եվ եթե մենք ունենք ժամանակ երկու բառով ներկայացնենք բաղադրիչները, ասում են չունենք։ Ասենք շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ, լավ աշխատանքային շաբաթ ենք մաղթում։ Էլիզային մեկ անգամ եւս շնորհակալություն խորհուրդների, ներկայության եւ համեղ կերակուր պատրաստելու համար։ Եվ ես եւս շնորհակալ եմ, այո, եւ այսօրվանից արդեն կարող եք սկսել որոշում կայացրել եւ սկսեք մեզ հետ առողջ ապրել։ Երկուշաբթի է, շնորհակալություն։ Սա հագեցած երկուշաբթի էր, պրոդուկտիվ երկուշաբթի էր։ Օրվա մեկնարկը տրված է, սիրելի հեռուստադիտող, ցանկանում ենք ձեզ նույն չափ դրական, լի ժպիտներով, դրական էներգիայով եւ պրոդուկտիվ օրվա շարունակություն, իսկ դուք մնացեք Armenia TV-ի հետ, ժպտացեք, եղեք առողջ, այսքանը եթե անեք, վաղ խոսենք շարունակության մասին։ Հաջողություն։